Ֆիլմը սկսվում է 3 ընկերների պատմությամբ։ Նրանք ճոպանուղով բարձրանում էին լեռը, սակայն ճանապարհի կեսին խցիկը կանգ է առնում, վախեցնելով նրանց։ Մյուս խցիկներում գտնվող մարդիկ նույնպես խուճապի են մատնվում։ Ջոնն սկսում է օրորել խցիկը ընկերներին վախեցնելու համար, ինչը Էմմային շատ է նյարդայնացնում։ Դենին զրուցելով հանդարտեցնում է Էմմային։ Շուտով ճոպանուղին նորից սկսում է շարժվել։ Նրանք հասնում են գագաթին եւ դահուկներով սահում մինչև երեկո։ Ներքև իջնելուց հետո նրանք ընթրում են, բայց Ջոնին թվում է, թե բավականաչափ չեն զվարճացել, ուստի համոզում է բոլորին գիշերը վերջին անգամ բարձրանալ լեռը։ Երբ նրանք հասնում են տոմսարկղին, տեսնում են, որ հանգստավայրը փակվում է, բայց միևնույն է, շատ են ցանկանում նորից բարձրանալ։ Այդ պատճառով նրանք խնդրում են աշխատակցին թույլ տալ իրենց բարձրանալ։ Ի վերջո, տղամարդը համաձայնում է եւ ասում. «Ես ձեզ թույլ կտամ, բայց միայն այն պայմանով, որ շուտ ներքև իջնեք»։ Նրանք համաձայնում են եւ երեքով ուրախ նստում են խցիկն ու շարժվում։ Հենց այստեղ էլ սկսվում են նրանց խնդիրները։ Ճոպանուղու օպերատորին կանչում է նրա հերթափոխի պետը, եւ նա ասում է մյուս աշխատակցին. «Ես 3 հոգու եմ վերև ուղարկել, ճոպանուղին կանգ չտաս, մինչև նրանք չվերադառնան»։ Շուտով աշխատակիցը տեսնում է, թե ինչպես են 3 այլ դահուկորդներ ցած իջնում։ Սա տեսնելով նա անջատում է հոսանքը, փակում ամեն ինչ եւ գնում տուն։ Սակայն ցած իջած 3 հոգին Դենին ու նրա ընկերները չէին։ Ընկերներն այժմ մնացել են ճոպանուղու վրա, բարձրության մեջ։ Սկզբում նրանք կարծում են, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է, ինչպես եղել էր առավոտյան, բայց երբ ժամեր անց այն այդպես էլ չի շարժվում, նրանք հասկանում են, որ թակարդում են հայտնվել։ Սաստիկ ցուրտ է եւ ձնաբուկ է սկսվում։ Ամենամեծ խնդիրն այն է, որ հեռախոսակապ չկա օգնություն կանչելու համար։ Ներքևում գտնվող քաղաքն արդեն մթության մեջ է։ Նրանց վախը մեծանում է, իսկ փոթորիկը սաստկանում։ Նույնիսկ Ջոնն է սկսում խուճապի մատնվել։ Դենին, ով նախկինում հանգիստ էր, սկսում է լաց լինել։ Նրանք օգնություն են կանչում, բայց ոչ ոք նրանց չի լսում։ Ի վերջո նրանք հանձնվում են եւ մտածում, որ կարող են մահանալ, բայց հանկարծ նկատում են ներքևով անցնող ձյուն մաքրող մեքենան։ Նրանք ուրախանում են եւ իրեր նետում ներքև ուշադրություն գրավելու համար, սակայն վարորդը նրանց չի նկատում, քանի որ նա եկել էր միայն գործընկերոջը վերցնելու։ Մեքենան հեռանում է եւ նրանք կորցնում են հույսը։ Փոթորիկը դադարում է, բայց ավելի է ցրտում։ Նրանց համար դժվարանում է շնչելը։ Այդ ժամանակ Դենին հիշում է մի վատ լուր։ Նրանք լսել էին, որ փոթորկի պատճառով հանգստավայրը 1 շաբաթով փակվելու է։ Նա ասում է, որ վաղը ոչ ոք չի գա իրենց փրկելու։ Էմման սկսում է լաց լինել, իսկ Դենին փորձում է հանգստացնել նրան, ասելով. «Ես մեզ փրկելու ճանապարհ կգտնեմ»։ Այդ ընթացքում Էմմայի ձեռնոցը ցած է ընկնում։ Ողջ մնալն էլ ավելի է դժվարանում։ Տեսնելով Էմմայի վախը, Դենին որոշում է խիզախ քայլ անել։ Նա որոշում է ցած թռչել օգնություն բերելու համար։ Նրանք փորձում են կանգնեցնել նրան, բայց Դենին, միևնույն է, թռչում է։ Նա ուժգին հարվածվում է գետնին եւ կոտրում 2 ոտքը։ Ցավն այնքան սաստիկ է, որ նա չի կարողանում շարժվել։ Դա սարսափելի է։ Դենին տանջվում է մեծ ցավերից, իսկ ընկերները չեն կարողանում օգնել նրան։ Ջոնը մոտակայքում նկատում է հենասյունը, որի վրա աստիճան կա։ Այնտեղ հասնելը դժվար է թվում, բայց Էմման քաջալերում է Ջոնին։ Նա բարձրանում է մալուխի վրա։ Հենց որ առաջ է շարժվում, ձեռնոցները պատռվում են։ Նա սաստիկ ցավ է զգում եւ հետ է մագլցում ներքևի նստատեղին։ Իրավիճակն էլ ավելի է վատանում։ Հայտնվում են գայլերը։ Դենին ցավից կորցնում է գիտակցությունը, իսկ գայլերը շրջապատում են նրան։ Սա սարսափեցնում է բոլորին։ Դենին արթնանում է եւ տեսնում գայլերին։ Վախից նա ծածկում է դեմքը, քանի որ չի կարող փախչել։ Ի վերջո կենդանիները հարձակվում են նրա վրա, մինչ ընկերները վերևից դիտում են այդ ամենը։ Նրանց սիրտը կտոր է լինում։ Շոկի մեջ նրանք սկսում են մեղադրել միմյանց։ «Սա քո մեղքն է», ասում է Ջոնը Էմմային, «Դու պետք է կանգնեցնեիր նրան»։ «Սա քո պատճառով է», պատասխանում է Էմման, «Ոչ, դա քո մեղքն է, քո գաղափարն էր այս գիշեր հետ գալը»։ Մինչ նրանք վիճում են, փոթորիկը վերադառնում է։ Ուժեղ ձյուն է գալիս, ծածկելով Դենիի մարմինը։ Ուժասպառ եղած, նրանք ի վերջո քնում են։ Առավոտյան Էմման արթնանում է եւ մի սարսափելի բան գիտակցում։ Նրա ձեռքը սառցակալել է երկաթյա բազրիքին։ Նա փորձում է, բայց չի կարողանում ազատել այն։ Նա գիտի, որ ուժեղ քաշելու դեպքում կցավի։ Նա փորձում է զգուշորեն քաշել, բայց մաշկը պոկվում է։ Էմմայի ձեռքը ծանր վնասված է։ Լսելով նրա լացը, Ջոնն արթնանում է։ Նա տեսնում է Էմմայի ձեռքը եւ իրեն սարսափելի է զգում։ Արևը դուրս է գալիս, մի փոքր տաքացնելով նրանց, բայց նրանք դեռ ցավեր ունեն։ Ցուրտը մրմռացնում է նրա վերքը։ Ջոնն ասում է. «Հուսով եմ շուտով ինչ-որ մեկը կգա մեզ գտնելու», բայց ժամեր են անցնում եւ ոչ ոք չի գալիս։ Նրանք բնական կարիքներն հոգում են տեղում, ինչի պատճառով նրանց հագուստը թրջվում ու սառչում է։ Նրանք սառցակալում են։ Ջոնը որոշում է, որ ողջ մնալու միայն մեկ ճանապարհ կա։ Նա պետք է բարձրանա մինչև հենասյունը։ Նա կանգնում է եւ բռնում մալուխը։ Մի փոքր առաջ է շարժվում, բայց ձեռնոցները պատռվում են, վնասելով ձեռքերը։ Դա սաստիկ ցավոտ է։ Այս ճանապարհը շատ դժվար է։ Հանկարծ նստատեղը ցնցվում է։
Պարզվում է, մի պտուտակ է թուլացել, և նստատեղը կարող է ընկնել։ Ջոնը չի կարող հետ դառնալ, այլապես նստատեղը կկոտրվի։ Նա տանջվելով, բայց շարունակում է շարժվել դեպի հենասյունը։ Հետո նա հասնում է աստիճանին։ Այդ ժամանակ նրա ձեռնոցներն արդեն առնաշաղախ էին։ Ներքևում հավաքվում են գայլերը։ Ջոնն ասում է Էմմային իրեր նետել նրանց շեղելու համար, որպեսզի ինքը կարողանա ցած իջնել։ Էմման փորձում է, բայց գայլերը չեն հեռանում։ Վախեցած Ջոնն սկսում է իջնել աստիճանով։ Նրան թվում է, թե մեծ գործ է արել։ Նա մտածում է, որ շուտով կփրկի Էմմային և իրեն, բայց հենց հասնում է գետնին, գայլերը հարձակվում են։ Նա փախչում է իր կյանքը փրկելու համար, բայց նրանք հետապնդում են նրան։ Գիշեր է անցնում։ Ջոնից ոչ մի լուր չկա։ Էմման չգիտի, նա ողջ է, թե ոչ։ Նա քնում է։ Հաջորդ առավոտ արթնանում է, Ջոնը չի վերադարձել։ Նա իր ուժերի սպառման եզրին է։ Օրեր շարունակ ոչինչ չի կերել։ Նա գիտի, որ եթե մնա, կմահանա, որոշում է, որ ավելի լավ է փորձել փախչել, առնվազն նա հնարավորություն կունենա։ Նա ցած է թռչում նստատեղից։ Նստատեղն ընկնում է նրա վրա։ Նա հաղթահարում է ցավը և սողում մի կողմ։ Նա իրեն առաջ է քաշում և ձյան վրա հետքեր տեսնում։ Այնպիսի տեսք ունի, կարծես ինչ-որ մեկին քարշ տված լինեն։ Նա հասկանում է, որ դա Ջոնն է, և գայլերը սպանել են նրան։ Շարժվելիս նա տեսնում է մի գայլի։ Նա քարանում է, մտածելով, որ կմահանա։ Գայլի դունչը արյունոտ էր նրա ընկերոջը ուտելուց հետո, բայց գայլը հեռանում է նրան հանգիստ թողնելով, քանի որ կուշտ էր։ Էմման փրկվում է և սողալով հասնում ճանապարհին։ Շուրջը ոչ ոք չկա, բայց հետո մի մեքենա է հայտնվում։ Տղամարդը տեսնում է ձյան վրա պառկած Էմմային և փրկում նրան։ Նա երբեք չի մոռանա այս ուղևորությունը, որտեղ կորցրեց երկու ընկերներին։ Եվ հենց այսպես էլ ֆիլմն ավարտվում է։ Էմման միակ ողջ մնացածն է։ Շնորհակալություն դիտման համար։